Ինչ է մատրիցան։ Մոտ 50-ից 100 տարի հետո համակարգիչների հզորությունը կաճի միլիոնավոր անգամ, եւ մենք կկարողանանք ստեղծել այնքան իրատեսական վիրտուալ աշխարհներ, որ դրանց բնակիչները կունենան ինքնագիտակցություն, չիմանալով, որ ապրում են սիմուլյացիայում։ Այս վարկածը հայտնի է որպես սիմուլյացիայի տեսություն, իդեպ որը արդեն կա համակարգչային խաղերում, որտեղ ամեն կերպար արհեստական բանականություն ունի, եւ կարծում եմ, որ ինքը եւ այդ խաղը իրական է։ Առաջին անգամ այն լրջորեն ձևակերպվեց 2003 թվականին Օքսֆորդի փիլիսոփա Նիկ Բոստրոմի կողմից։ Նրա ասածը շատ պարզ էր. եթե հնարավոր է ստեղծել գիտակցություն ունեցող սիմուլյացիա, ապա հավանականությունը, որ մենք ապրում ենք հենց նման սիմուլյացիայում, շատ ավելի մեծ է, քան այն, որ այս ամենը իրականություն է։ Իսկ հիմա եկեք տեսնենք ինչպես են կառուցված համակարգչային խաղերը։ Երբ դուք խաղում եք GTA 5, քաղաքը կարծես ամբողջությամբ կենդանի է։ Մարդիկ քայլում են, մեքենաներն են շարժվում, կյանքը եռում է։ Բայց հենց հեռանում ես այդ տարածքից, այդ տարածքում ոչինչ տեղի չի ունենում, որովհետև այդ պահին այլևս չեն մշակվում այդ տվյալները։ Այդ ամենը արվում է համակարգչի եւ սերվերների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Նմանատիպ երևույթներ նկատվում են նաեւ մեր իրականության մեջ։ Գիտությունը, հատկապես քվանտային մակարդակում, սկսում է սա լուրջ քննել, որովհետև իրականում կան ֆիզիկական երևույթներ, որոնք կարծես ընդօրինակում են համակարգչային սիմուլյացիայի տրամաբանությունը։